Ես հիմա ուզում ներկայացնեմ Գուժ Թադևոսյանի, որը կներկայացնի Թավուտում։ Բայ երեկո։ Ներկայանամ Գուժ Թադևոսյան, ուրեմն 2009 թվականին հուլիս ամսին Տիկնիկային թատրոնում մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ ճապոնական դեսպանության մասնակցությամբ եւ մի շարք այլ կազմակերպությունների մասնակցությամբ տեղ ունեցավ Ճապոնիայի ազգային հերոս Ռյունոսկի Ակուտագավայի Թավուտում պատմվածքի անդրանիկ բեմականացումը Հայաստանում։ Նախագիծը իր բնույթով եզակի էր, որովհետև առաջի անգամ էր ճապոնական բեմադրություն ներկայացվում Հայաստանում, ինչպես նաև նախագծի մեջ ներգրաված են երիտասարդներ, որոնք ուսանում էին թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։ Նախագիծը մասնակցեց մի շարք փառատոների։ Եվ այսպիսով ինչու այս Թավուտը, խորհրդավոր Թավուտը այսքան աղաղված ու լքված, որովհետև Թավուտի հերոսների հոգու խորքու քաոսն է։ Եվ Թավուտի հերոսները ամեն անգամ ներկայացնելով ճշմարտությունը իրենց տեսանկյունից փորձում են իրականությունը բացահայտել։ Թավուտի հերոսների փոխհարաբերություններում կա մարդկային բոլոր զգացմունքները՝ սեր, ատելություն, դավաճանություն, եւ Թավուտի հերոսները փորձում են բացահայտել իրականությունը։ Փայտահատը, որը ականատես է լինում դիակին, հայտնաբերում է դիակը եւ չգիտի թե ինչպես է սպանությունը տեղի ունեցել եւ տեղանքի զննությունից փորձում է ներկայացնել սպանության իրականությունը չիմանալով իրականում ինչ է տեղի ունեցել, սակայն իրեն հետաքրքրում է սպանվածի կրծքին խոցված դաշույնը։ Թափառաշրջիկ կուսակրոնը, որը տեսել է, թե ինչպես է սպանվածը իր կնոջ հետ ձիով շրջել անտառով եւ նկատել է կնոջ գեղեցկությունը, կնոջ հայացք ուղղված դեպի իրեն։ Սակայն ինքը մեղանչում է այն պահին, երբ դեմ է կանգնում Աստծո դեմ ընդունած իր դավանանքներին, քանի որ ինքը կուսակրոն է։ Եվ փորձում է ներկայացնել, թե ինչպես է տեղի ունեցել սպանությունը, սակայն եւս մի թուլություն է, չիմանալով թե իրականում թե ինչ է տեղի ունեցել։ Հերոսները տարբեր են իրենց բնույթով, ահա պահակը, որը բռնել է Թաջամար Ավազակին, իր երազանքն է եղել բռնել Թաջամար Ավազակին, այս անգամ հաջողվել է, եւ փորձում է չիմանալով ոչ մի բան մասին հայտնաբերված իրերից սպանությունը բարթել Թաջամարոյի վրա, որ Թաջամարոն է իրականում սպանել։ Սակայն այդ քայլով ինքը ուզում է ավելի հերոսանա, ավելի ակնառու լինի, որ ինքը բռնել է հայտնի Թաջամարոյին, սպանվածին է բռնել։ Թաջամարո իր գոյությունը պահպանում է, իր կենսակերպը պահպանում է մարդկանց հափշտակելով, սպանելով, սակայն այս անգամ սպանելով սամուրային այն բանի համար ոչ թե պետք է հափշտակեր իր զենքերը, այլ կնոջը բռնաբարելով սիրահարվում է կնոջը։ Կին, սպանվածի կինը, որի մեջ հոգու խորքում երկակի զգացմունքներ են, մեկը որ մեղանչում է, որ իր ամուսնուն սպանել է եւ Թաջամարոյի հետ փախչել է, իսկ մյուս կողմից ինքը զղջում է, որ դիմել է այդ քանին եւ դիմում է ամուսինների աստված կանոնին, որ ինքը ապականվել է եւ ահա սպանվածի ահա կանոնը ամուսինների աստվածն է եւ դիմում է, մեղանչում է, որ ինքը սխալ է գործել, որ դիմել է այդ քայլին, բայց իր մեջ այդ զգացմունքն էր, որ ինքը տեսել էր իր ամուսնուց ավելի ուժեղ եւ ավելի հզոր մի տղամարդու եւ ուզում էր իր երջանկությունը ապրել այդ ավազակի հետ։ Եվ այս կնոջ մեջ կարծես թե երկու երկակի զգացմունքներ լինեն, մի կին, որը մեղանչում է եւ ձգտում է, ուզում է իր ամուսնուն, իսկ մյուս կին, ինչպես տեսնում եք նստած, ինքը վստահ է իր զգացմունքների մեջ եւ չի զղջում, որ սպանել է իր ամուսնուն եւ փախչել է Թաջամարոյի հետ։ Եվ այստեղ ամեն մի հերոս ներկայացնելով իր տեսանկյունից թե ինչպես է տեղի ունեցել, մենք այդպես էլ չենք հասկանում ճշմարտությունը։ Կինը ասում է, որ ես եմ սպանել ամուսնուս, փախչել եմ, ավազակ ասում է, որ ես եմ սպանել ամուսնուն եւ բռնաբարել փախչել եմ,
կնոջ հետ։ Եվ հա կռունկը երջանկության սիմվոլն է, որ այդ կինը փորձում էր այդ երջանկությունը ապրել, թրջել եւ այդ երջանկությունը ապրել, սակայն այդ իր մեջի զգացմունքները, չկողմնորոշված զգացմունքները չկարողացան այդ երջանկությունը վերապրել։ Սպանվածի ուրվականը, որի հոգին հանգիստ չի լինում եւ նա հայտնվում է գուշակու շրթունքներով եւ գուշակու հոգու շրթունքներով փորձում է բացահայտել, ասել, տեսնելով, որ իր կինը ապականվել է եւ Թաջմարի կողմից, պահպանելով իր սամուրայի հպարտությունը, որոշում է, որ ինքը պետք է խարակիրի լինի, արժանապատիվ ավարտի իր կյանքը, որպեսզի իր արժանապատվությունը վերդասի ամեն ինչից։ Եվ այս ամեն ինչը այս տեղի ունենում դատարանում, դատական պրոցես է իրականում տեղի ունենում եւ դատավորները փորձում են բացահայտել այս եղելիությունը, սակայն դատական պրոցեսն է չի կարողանում, դատավորներն չեն կարողանում պարզաբանել իրականում ինչ է տեղի ունեցել, ով է ճիշտ, ով է սխալ, քանի որ ամեն մեկը ճշմարտությունը ներկայացնելով իր պահին, մեկը մյուսին ավելի էր պատմությունը, ավելի խճճում, ավելի հստակությունը կորցնում եւ իրենք չեն կարողանում հասկանալ, թե իրականում ով է սպանել։ Եվ կարծում եմ, այս պատմության մեջ պետք չէ իմանալ ով է սպանել, ով է ճիշտ, ով է սխալ։ Սա ես կարծում եմ, որ խաղ էր, որ Ակոտագավան էր իրականում այս խաղը ստեղծել, որ յուրաքանչյուր որ կարդալով այս ստեղծագործությունը ինքը ավարտը դնի, ինքը իրականում վերջում գտնի ով է ճիշտ, ով է սխալ, քանի որ ճշմարտությունը դա ամեն մարդ ներկայացնելով իր տեսանկյունից մենք չենք կարողանում իրականում հասկանալ որն է իրականում այդ ճիշտը, հա, եւ ապականվում է այդ ճշմարտությունը։ Եվ թավուտը, այդ գործողության վայրը, որտեղ տեղի է ունենում այդ իրադարձությունը, իրականում թավուտը եւ Ակոտագավան ստեղծագործության հեղինակը գիտեն, թե ով է այդ ճշմարտության, այս խճճված պատմության մեջ, ով է ճիշտ, ով է սխալ։ Այո, մենք Անտարես մեդիա հոլդինգի գլխավորությամբ թարգմանվեց հայերեն ստեղծագործությունը, հայերեն ճապոներեն գրքույկը հրատարակվեց, ներկայացման ֆոտոներից հատվածներով, որոնք գրախանութներում այդ գրքույկը վաճառվում։ Ուրիշ գործեր էլ ընկերը նույնպես, այդ ընկերցիկը գործը նույնպես թարգմանվել է, որը նույնպես մեզ դիմեցին, այսինքն ճապոնական մշակույթով հետաքրքրող մարդիկ դիմեցին, այդ աշխատանքն նույնպես թարգմանվեց հայերեն։ Այս թեման Ռասյոմոնի հետ կապ ունի։ Ռասյոմոնի հետ բնականաբար կապ ունի, որովհետև Ակիրա Կուրոսավան ճապոնացի ռեժիսոր ֆիլմն է նկարահանել, ուղղակի Ռասյոմոնի դարպասները եւ այս ստեղծագործությունը թավուտում երկու պատմվածքների հիմքի վրա է ստեղծվել Ռասյոմոն ֆիլմը, իսկ մենք հավատարիմ ենք եղել միայն թավուտում պատմվածքին։ Ոչ, ներկայացումը այլևս չի լինի, որովհետև մենք բավականին շատ խաղացինք, շուրջ 5 փառատոնի մասնակցեց ներկայացումը, որոշակի տեխնիկական հարցեր առնելով նաև դերասանական կազմի զբաղվածությունը, որովհետև այս նախագծից հետո շատ առաջարկներ եղան, այդ ամեն ինչ հաշվի առնելով դժվար է ներկայացումը լինի։ Հիմա ինչ վրա եք աշխատում։ Ներկայությամբ ֆիլմ ավարտեցի նկարահանել, ազգային կինոկենտրոնի հետ մասնակցությամբ ֆիլմ նկարահանեցին, կարճամետրաժ մարտ ամսին արդեն պատրաստ կլինի, դիտենք։ Ինչպես? Պրեմիերա, ազգային կինոկենտրոնի հետ մասնակցությամբ։ Իսկ այդ գրիմը ամեն ինչը տեղի ուժերով արվել, թե ճապոն։ Չէ, գրիմը տեղի ուժերով արվել, բոլոր գրիմերը բերված են եղել Մոսկվայից, մեկապատիլերն է ապահովել։ Բնականաբար մոտ 1 ամիս փորձեր են արվել նախքան վերջնական արդյունքը ստանալու համար։ Կոստյումների մասին։ Կոստյումները Աննան է հեսա ներկա, Չերքեզյան, բոլոր կոստյումները կարվել են։ Հավատարիմ ենք, փորձել ենք հավատարիմ մնալ այդ կոստյումների, քանի որ իրենց կոստյումների ամեն մի դետալ, ամեն մի բան ինչ նշանակություն, սիմվոլ ունի։ Փորձել ենք հավատարիմ մնալ։ Սպասում ենք Աննայի պրեզենտացիային կոստյումների։ Կարծում եմ։ Շատ շնորհակալություն։